Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Շնորհակալություն իմ նախորդ հաղորդմանը ջերմ արձագանքելու համար Ռուբեն Հախվերդյանի մասին տեսաֆիլմի մասին է խոսքը, իրոք շնորհակալ եմ եւ առանց երգի վիշտն աշխարհը կավերի երկն է Բուժիչ Պալասանը անդնդախոր ցավերի։ Այո, ուզում եմ էլի հիշեցնել Արցախյան պատերազմի տարիներին, երբ Մարաթուկ անսամբլի ղեկավար Մկրոն հայտնվեց Մարտակերտում, խրամատներում, ձմռան բքին, ասացին դու էստեղ ինչ ես անում, ասեց ձեր դիրուպապը։ Ես լե երկի ֆիդային եմ, երկով պիտի կռվենք, եկել եմ երկեմ, որ դուք լավ կռվեք, իմ աղբրտինք։ Այսպիսին էր մոտեցումը եւ այդ երկը այո մարդուն կարող է դարձնել անճարանչելի, եթե հոգումդ երկ կա։ Երկը կարևոր է։ Էլի շնորհակալություն, գանք մեր իրականությանը։ Այնպես չի որ այսօր պիտի սիրուն բաներ ասեմ, գարնան առաջին ամիսն է, գարունոտվել ենք, գարունատվում են ծառերը, գարունոտվում են մարդիկ, սրտերը, կյանքերը, ամեն ինչ մի ուրիշ ծփանքի մեջ է հայտնվում։ Դառը իրականություն ունենք, գերիներ ունենք Ադրբեջանում, ես պիտի բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, ում այնտեղ հայտնվելը չեմ ուզում մեկնաբանեմ, չգիտեմ ինչու, ինչպես, այդպես գուցե չպիտի լիներ, ինչու եղավ ժամանակը, ցույց կտա մնացածի հետ կապված եւ բացառությամբ զինվորների ում խաբեցին եւ ռուսները գերի տվեցին։ Այդ զինվորները գերի ընկնող չէին։ Զինվորները ուղակի ռուսերն ասացին զենք հանձնում եք գնում եւ այդ տղերքին տարան գերի թշնամիները։ Այն մնացած գերիները Արկադի Ղուկասյանների, Բակոնների էսյանի տեսքով գոնե տղամարդ լինեին, ինքնասման լինեին, սատկեին, չընկնեին գերի, այո, իրենց նռնակը պիտի պահեին, ում դուրը գա, ում դուրը չգա ասածս, կներեք, եթե կոպիտ եմ ասում, դրանք էին մարդիկ էին, ովքեր Արցախի զրոյացմանը նպաստեցին, ովքեր մեր պաշտպանունակությունը թալանեցին, ովքեր այսօր էլ այստեղ միլիոնավոր դոլարների պենթհաուզներ ունեն։ Այդ մարդիկ պիտի ինքնասման լինեին, եթե մի գրամ արժանապատվություն ունենային։ Հիմա էլ այնտեղ ասում են, որ Հայաստանը թույլ տվեց, Հայաստանը թույլ չտվեց, Հայաստանն էսպես ասեց։ Անկեղծ, չգիտեմ ինչ ասեմ։ Այդ ինչու զինվորը ուներ իր համար միշտ մի նռնակ պահած, որ գերի չընկնեմ։ Նրանք չունեին դա։ Թող գնան գործ տան։ Իրենց խնդիրն է։ Դրանց համար սիրտս չի ցավում։ Կներեք ինձ, ամեղա Տեր Աստված, ինչպես ասում են, սիրտս մի գրամ չի ցավում։ Ռուբեն Վարդանյանի խնդիրը, չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Չեմ ուզում այդ թեմայով այս պահին խոսել։ Եվ այսպես մեր անկումը շարունակվում է մարտի 8։ Մեկը երգել է մարտի 8, շնորհավոր։ Իզարմանացից թաթանել էր մի երգ գրել մարտի 8-ի հետ կապված։ Ուզում եմ դες մի պատմական փոքրիկ տեղեկան կարդալ մարտի 8-ի ստեղծման մասին։ 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում բողոքի ցույց են նախաձեռնում մարմնավաճառները։ Նրանք պահանջում էին, որ պետությունը վճարի նավաստիների աշխատավարձը, որպեսզի վերջիներս կարողանան մարել մարմնավաճառների մոտ կուտակված պարտքերը։ 1894 թվականի մարտի 8-ին նույն մասնագիտության տեր կանայք արդեն Փարիզում են բողոքի ցույց անում։ Հաջորդ տարի նույն օրը բողոքում են Չիկագոյի մարմնավաճառները, իսկ դրան հաջորդ տարին Նյու Յորքում շարժումը թափ է հավաքում։ Եվ 1910 թվականին Կլարա Ցետկին եւ Ռոզա Լյուքսեմբուրգը արդեն գերմանական քաղաքների փողոցներ են անում բազմաթիվ մարմնավաճառների ու պահանջում են հռչակել մարտի 8-ը կանանց միջազգային օր։ Այսքանը մարտի 8-ի մասին։ Հիմա ինչու սովետական Հայաստանում եւ սովետական Միությունում մարտի 8-ը դարձավ, այսպես ասած, դոմինանտ, կարևորագույն տոն։ Քանզի վերջիններս անաստված էին, անհավատ էին, նրանց պետք էր անջատվել այդ կեղտոտ արևմուտքից, այդ կեղտոտ ամերիկաներից, այդ կապիտալիստական թշվառ երկրներից, եւ դրա համար մեր տոներն էլ պիտի լինեին, այսպես ասած, մերը։ Եվ այս տրամաբանությամբ մարտի 8-ը հռչակվեց որպես մայրության ու գեղեցկության օր։ Երբ Հայաստանն անկախացավ, առաջին գործը, որ արվեց այս ժամանակվա
գերագույն խորհրդում կամ ազգային ժողովում այսօրվա նույն տրամաբանության մեջ են փոխվեց այդ տոնը դարձավ ապրիլի 7-ը քանզի ապրիլի 7-ը դա այն օրն էր երբ Մարիամը զգաց որ ինքը ծոցվորել է ահա այս գեղեցիկ խորհրդանշական օրը մի քանի տարի անց երբ իշխանություն փոխվեց նորից բերեցին անունները չտամ ասացին վայ մեր մարտի 8-ը մեր այդպես չի լինում կանայք գեղեցիկ են հիշում եք երբ մեզանից յուրաքանչյուրը տղամարդկանց մասին եմ ասում որ իմանում է որ իր կինը ծոցվորել է հղի է ինչ զգացմունք ենք ունենում ինչ գիրք ենք ունենում ինչ շնորհակալական հայացք ենք ունենում ինչ երջանիկ ենք լինում ուրեմն այդ օրը փոխելը բացարձակ իմաստազուրկ էր բայց արի տես մենք սիրում ենք գարան գլուխներով գնալ ու գնալ հետո ասում ենք կանանց միամսյակ էլ ուրիշ բան չկա դրանով կանայք ավարտվում են տոները ավարտվում են կանանց համար միամսյակ ու մի ամբողջ կյանք է երբ իր կողքը բարիս ուղիղ եւ բովանդակային իմաստով տղամարդ կա ամուսին կա ոչ մի միլիոնանոց դրամանոց դոլարանոց ծաղիկ ու ծաղկեպսակ այդ կանանց ավելի երջանիկ չի դարձնելու մի անեկդոտ էին այսօր գրել ասում էին ամուսինը կնոջն ասում է լսի կուզեի տղամարդ դառնալ կինը ասում է չէ իսկ դու իմի ախր գրողը տանի ոչ ծաղկով է ոչ պսակով է էվչամբ է բովանդակությամբ է կգա ապրիլի 7-ը որպես Մարիամի մայրանալու բերկրանքը զգալու խորհրդանիշ այդ օրը կշնորհավորենք գեղեցիկ բերկանած ուր ենք գնում չեմ ասում թե այդտեղ այդ մարտի 8-ին այդ 1800 թվականներին Չիկագոներում էսումենում բոլորը պոռնիկ են եղել չէ բայց նախաձեռնել են նրանք այդ է սկիզբը հետո ծեծել են նրանց մեջ նաև իրենց իրավունքները պաշտպանող կանայք են եղել կարելի էր ընդամենը այդ օրը անցնել այդպես եւ չբերել փաթաթել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին բայց արի տես փաթաթողների պակաս չկա այ մարտի 8-յան ասուլիս էր կամ դրան համարժեք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը այ ես դա կընդունեմ ոնց որ նրանք իրենց մարմնավաճառներ էին իրենց իրավունքների համար էին պաշտպանում այնպես էլ Քոչարյան Ռոբերտը իր թալանացի համար էր ասուլիս տալիս որ ասի ես կարամ ես անեմ մենակ թե ինձ գուլագաթափ չանեք սա է խնդիրը նույն դաշնակցությունը նույն չգիտեմ Սերժիկ ենք դրանք բոլորը բացարձակ այդ մարտի 8-յան տրամաբանության մեջ գործող գործիչներ են այն նավաստիների համար նրանց փողերի համար դարդանող մարմնավաճառների պես եւ այսօր իրար ուտում են ով Նիկոլին բերեց իշխանության Նիկոլին իշխանության բերեց այն ատելությունը որ ժողովուրդը ուներ ձեր հանդեպ սա մեկ եւ մեկ էլ դուք Սերժիկ Սարգսյան այո լրեցիք թույլ տվեցիք հրահանգեցիք որ դատարանի բանկերի աշխատողներն անգամ գան հանրահավաքների որ բժշկական համալսարանի ուսանողինները որ երբեք այդպիսի բան չէին արել չէին էլ անի եթե իշխանության հրահանգը չլիներ ռեկտորատինը չլիներ գան հանրահավաքի կան եւ այլն հետո ծոտվեց այնուամենայնիվ այդ ժողովուրդը զզված էր դեզանից բայց Սերժիկ Սարգսյանը կազմակերպեցին Նիկոլի իշխանության բերելը եւ մեկ բարձ խնդիր էին լուծում մի կես տարուց սրան ռադ են կանում բայց ինքը ձեզանից խորամանկ դուրս եկավ դա պարկեշտ է պարկեշտ չի բարոյական է բարոյական չի եւ այլն այդ արդեն այլ խնդիր է ձեր հաշվարկը իրականություն չդարձավ սա է այն ինչ դեղի է ունեցել եւ որ Նիկոլն էլ իրեն պատե տալիս թե ինձ ժողովուրդը ընտրեց այո ժողովուրդը ընտրեց զզվելով նրանից բայց նրանք չուզենային Նիկոլ Փաշինյան դուք իշխանության չէիք գա իսուր տեղը ձեզ պատե մի տվեք եւ այսպես ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եւ այն հայտնի ինչու է աղմկում գետը ասում էին ոնց որ քյավառի բարբարով հորիկը զմզմբարում թե ինչ էսպեսի մի բան են ասում ինչու է աղմկում գետը ինչ են զմզմբում ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանը վերցրել է հակակոռուպցիոն կոմիտե է ստեղծել տարիներ շարունակ այդ կոմիտեն գզրոստերից հանում է փոշուց մաքրում ով ինչ է թալանել եւ առաջին քայլը դրանց բոլորի թալանը ասում են ապեր դու ստացել ես $10,000
բա քեզ 100,000-ի, ասենք, տունը որտեղից։ Քու աշխատավարձը այս 10 տարվա մեջ կազմել է $10 միլիոն, 100 միլիոնանոց ունեցվածքը որտեղից։ Արի ապացույց դա անաշխատ եկամուտ է, ուրեմն դու պիտի վերադարձնես պետությանը։ Այդ դեռ ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ընթരാճ սրանց բոլորին նաև ծակն է կողելու։ Մենք ուզում էինք, որ դա ավելի շուտ տեղի ունենար, Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով Սահակաշվիլու տխուր փորձը բերեց ու այսպես ինստիտուցիոնալ, ինչպես ինքն է ասում, ձևակերպում տվեց դրան, որ Թալանը հիմնովին հետ բերվի եւ նրանք էլ հետագայում պատասխան տան։ Ահա թե ինչու են իրենց թութքից տարապողի պես ճղում ընդդիմություն կոչվածները, նախկին իշխանավորները, Քոչարյան, Ռոբիկը, Սերժիկը, Դաշնակցությունը։ Սա է, այլ խնդիր չկա։ Դա իհարկե չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի անփառունակ պահվածքը, չգիտեմ, այն քուչի հաց հավաքողի պես պերաշկին կծելուց մանգալով նկարվելը էսեյնը, կամ Տիգրան Ավենյանի պես անգրագետ մեկին Երևանի քաղաքապետ նշանակելը, կամ այն օրը հմեկով ցույց են տալիս Գովազդեն անանում, այսպես ասած, ցուցադրում, իօքուտ սրանի, իօքուտ ձեր տիրու եւ այլն։ Այդ ձեր խիղճը կտրվի, հայրենում ին եւ on հե է տալիս, պիտի գոնե ասեն հոգուտ, եթե Գովազդը ինչ որ մի կազմակերպություն բերել է ձեզ է տալիս, բա չեք ասում, դա պիտի լինի գրագետ։ Բա սա որը խոսում եք մեծ բաներից, էլ կրթության Չինարի նախարարը, էլ չգիտեմ մյուսը, հետո, այ էս է Նիկոլ Փաշինյանի դեմքը շատ հաճախ, ինչի հետ ես ներհակեմ եւ ինձ համար միևնույնն է, որոշ մարդիկ թութքից տարապողի պես իրենց պատեպատ կտան, բայ աման, ոնց է համարցակվում, Նիկոլը բեր Աստվածն է, բա տարեք ձեր տանը նստացրեք ապակե տարայի մեջ ու պաշտեք ձեր Աստծուն։ Այս սխալների պատասխանը Նիկոլ Փաշինյանը տալու է եւ կտա ժամանակին ընտրությունների միջոցով։ Բայց Նիկոլ Փաշինյանը շատ հմուտ օգտագործում է նաեւ այն թափթփուկներին, ովքեր երկիրը հասցրեցին այս վիճակին։ Սա է խնդիրը։ Եվ սա բերել է այս մարդկանց փողոց է հանել, իբր թե գալիս են ազգը փրկեն։ Այդպես ազգը փրկում են դաշնակցականները։ Նոր ժողով արեցին, գառնան ընթരാճ մի մարտիության տրամաբանության մեջ էլ քիչ առաջացի դա ինչ տոներ։ Դաշնակցությունը ասաց, որ պիտի փրկենք, Հայաստանը փրկել է պետք։ Գրովը տանի Հայաստանն ուզում են փրկեն, Քոչարյան Ռոբերտի տղան էլ է ասում, հայրիկի սխալը չեմ գործի կփրկեմ Հայաստանը։ Քոչարյան Ռոբերտի տղան իր այդ Թալանչի հայրիկի հետ մեքենայում նկարված էր թիկունքում մեքենայի նստատեղի թիկունքում Հայաստանի Հանրապետության զինանշանն է։ Խորհրդանիշ է։ Դու տակները դրած կլինի, այնտեղ էլ կլինի։ Դուք թքած ունեք, դուք պարկած ու հենված ունեք Հայաստանի զինանշանի վրա։ Եվ դա մեզ քիչ է, քանզի ձեր նման ոչ մի բաները հանկարծ մեր երկրում եկան ու դարձան որոշող։ Այո, այդ սխալը Քոչարյան Ռոբերտի բալիկ Լևոն Քոչարյան ուղղել չի լինի։ Այդ սխալը հավերժ է եւ ամեն եկող հիշեցնում է այն ոնց որ երեխեքին ասում էին մեշոկ պապին կգա խելոք մնա ձենդ կտրի, սա հիշում են ասում են այդ Թալանչի այդ գեղցին հանկարծ հետ չգա։ Նույն գեղցի ղեկավարությունը դաշնակցության, ոչ ավել, ոչ պակաս։ Այդ որ երկիրը փրկում է 20 տարուց ավել, երկիրը ձեր ձեռքում էր։ Դուք որոշեղ էիք, դուք կրթության նախարար էիք, դուք չգիտեմ, էս էիք ենեիք։ Ձեր աչքի առաջ երկիրը կողոպտվեց, դուք ձայն չանեցիք։ Դուք գնացիք եւ համբուրեցիք Քոչարյան Ռոբերտի ու Սերժիկ Սարգսյանի համապատասխան տեղերը գոտկատեղից ներքև։ Բայց ոչ երբեք տղամարդու պես կանգնեցիք ու ասացիք, ես ինչ ենք անում։ Ձեր համար էլ զինվորը ապրանք էր, ձեր համար երկերով էր եւ այսպես ասած պոպուլիզմով խոսելով, ծաղրտալով զարգեմ ճակտին փռեմ գետինը։ Տեղի դավաճանին պիտի զարկեիք ճակտին փռեիք գետին։ Իսկ դուք տեղերում մարդիկ էիք սպանում, որ ձեր կուսակցությունը շարունակի նարկոտիկի բիզնես անել, վկադրոյի գործը։ Հիմա ինչն եք ուզում փրկեք։ Այս ինչքան անփառունակ ու անշնորհք եք դուք բոլորդ։ Եվ այսպես Գյումրի, հիմա բոլորը կպել են Գյումրիից, մեկը կա այն Փեսամիշիկի շնորհքներ, ինչ էր անձեռոցիկներ, թաշկինակներ, երկելով ման է գալիս, ես քու Գյումրին եմ, դու իմ Հայաստանը կամ հակառակը ես քու Հայաստանն եմ, դու իմ Գյումրին։
Այն ժամանակ փեսա միշիկի համարժեք տեղը մի բան մցնեիք, ասեիք, այդ աղա, այս որ կաֆեներ ես սարքում, հերոստալիքներ ես վերցրել, այս որ ընտրություններ եք կեղծում, այն որ անմոռուկ եք տանում մարդկանց տիպում, որ առնեն, այդ նկարով չեն, որ չեն մոռանում, այլ այնտեղ բան անելով է։ Արցախը թալանում եք, այն որ 50,000 դրամով լափ էիք լափում, հետո միլիարդով ծախում։ Հայրենիքը այսպես են սիրում։ Հայրենիքը բերեցիք, հասցրեցիք այս թշվառ վիճակին։ Մենք մեր լավագույն երազանքներն ու ձեռքբերումները կորցրեցինք։ Ու դուք նորից նստած, առանց ամաչելու, այն մարտի 8-ի պորնիկների պես, ում պորնիկին բռնում են, ասում են, ինչ ես, ասում եմ, ես չէի։ Աղջի նոր դու չէի, չէ, ես չէի, բայց դուք չէիք։ Բայց ձեր ձեռքում չէր այս պետության ապագան։ Ով թափթփուկ շամորդիկ, կներեք մեղմ բարի համար։ Հարամ լինի ձեզ, ձեր երեխեքին, դեր տասնապատիկ թորներին ձեր կերածն ու ուտելիքը։ Աստծուց չեք մարսելու։ Հավատացեք ինձ, Աստծուց չեք մարսելու։ Այն ինչ դուք արեցիք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր գեղցու շուստերությամբ ինքն էլ իր գործն է անում։ Մի տարբերությամբ փորձում է այսպես ձեզ օգտագործել, ինչը մենք չէինք ուզենա, կուզենայինք, որ ասացի, վաղուց նստած լինեին եւ իր վերարտադրությունն էլ ապահովել, չգիտեմ, երկու ասֆալտ սարքել եւ այլն եւ այլն։ Իմ միակ մտահոգությունը, որի մասին ուզում եմ ասել, հետեւյալն է. աշխարհը խառնվում է, կարող է խառնվել ամեն օր։ Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանա եւ վստահ եմ հասկանում է մի բան, որ պետք է այն, չգիտեմ, բուլտով են ասում, ինչով են ասում, Հայաստանի երկնքից տասնյակ հազարավոր փոքրիկ դրոններ 1-2 կիլոգրամ տրատիլը վրան պիտի թռնեն ուր պետք է։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա չի արել, ուրեմն հանցագործների հանցագործն է, եթե դրան չի պատրաստվում։ Բայց այդ մասին բարձրաձայն չեն խոսում։ Ես վստահ եմ, ոչ թե մեզ պաշտպանելու, իրեն, իր ունեցած ու իր տեսակը պաշտպանելու ճանապարհին։ Այդքանը ես վստահ եմ, այսօր Հայաստանի իշխանությունները հասկանում են եւ զբաղվում են։ Մնացած ինչով կզբաղվեն, ինչ պոպուլիզմ կանեն, առանց ամաչելու մարտի 8 կշնորհավորեն, չգիտեմ, ինչեր կանեն, ոնց կթողեն տագետները դառնան քաղաքապետ եւ այլն, այդ իրենց խնդիրն է։ Հայրենիքի պաշտպանունակությունը, հուսով եմ, Նիկոլ Փաշինյանը գեղցու շուստերությամբ չի մոտենում դրան։ Եթե մեր պաշտպանունակության հարցինել եք, գեղցու շուստերությամբ մոտեցել, ուրեմն վայ մեզ ու նաեւ վայ ձեզ։ Վայ մեզը մի կերպ ժողովուրդն է, կիմանա ինչ կանի, բայց վայ ձեզ կլինի ու տակից դուրս չեք գա։ Հիմա երկու բառել Գյումրու ու Գյումրեցու մասին։ Այո, այն Բալասանյան Սամվելը իրեն պատեպատ է տալիս, Սև Բերդը, չգիտեմ, Պողոս Պապից է մարել, անհատից է մարել։ Ախր չես ուզում երբեմն վիրավորես, բայց մարդ ինքը իրեն այն հայտնի կենցանուտեղ չպիտի դնի Սամվել Բալասանյանը։ Աման հիվանդ եմ, չեմ կարող հեսա որ գամ, սա հարցերը լուծելու եմ։ Դե լավ էլի, դուք էլ այն որ ասում ամբողջ կյանքներդ գեղցու շուստերությամբ փորձեցիք պոլոս մուկուչություն անել։ Էն մի արեք պոլոս մուկուչը կարքին տղա էր։ Ձեր մեջ տղա չկա, ձեր մեջ ընդամենը այն որ ասում է թալանը պահողների հավաքածու է։ Այդ պաշտպանության նախարարության այն ժամանակվա ղեկավարները ում շունն էին, ովքեր էին այդ ապրանքները, այդ չորքոտանի եզերը, որ Սև Բերդը իրենց բալանսիներ ու վաճառեցին։ Պողոս Պապին Բալասանյան Սամվելն այդ պապից եկավ ու առավ։ Ու հիմա ասում է, ի՞նչ չեք անում այն մարդ։ Նույնը վերաբերում է բոլորին։ Գյումրեցին գիտի, ով ինչ է թալանել, երբ է թալանել։ Թող ոչ ոք իրեն իշի տեղ չդնի, ինչպես ասում են։ Հիմի անցած անգամ ես մի երկու դրական միտք արտահայտեցի, նոր մարզպետի, չգիտեմ, Սարիկի, Մինասյան, հետերը զրուցել եմ, չգիտեմ, նայում եմ ինչ են խոսում։ Նիկոլն էլ է լավ խոսում, ինչ արեց չեմ իմանում։ Հուսանք, որ գիտակցում են այդ մարդիկ, որ եթե վաղը Գյումրեցին իրեն ձայն տա, իրենք երիցս ու հազարապատիկ պատասխանատու են Գյումրեցու առաջ։ Գյումրեցին շատ է տառապել, մենք ազգովի ենք տառապել։ Երբ երկրաշարժն եղավ, 20 տարեկան տղա է ես երեկոյան հասել եմ Գյումրի, օրերով այնտեղից տուն չեմ եկել։ Ես այդ տառապանքը տեսել եմ, մենք բոլորս տեսել ենք, ամենքս մեր պես, մեր ձև։ Գյումրեցին իր արժանապատվությունը գետնով չի տա, բայց դուք, ովքեր վաղը պիտի դառնաք Գյումրվա քաղաքապետ ու չգիտեմ ինչ, ձեր
ձեր արժանապատվությունը գետնով չտաք, Գյումրեցուն չհիասթափեցնեք։ Այո, ինչ որ շունչ կա քաղաքում։ Բալասանյան դաշինքը չաշխատեց, քանզի իրեն պետք չէր, որ աշխատեր։ Իրականում իրեն պետք էր ասել, որ ոնց որ Սերժիկն էր ասում, «Էսա Նիկոլին բերենք մի 6 ամսի դրատ ենք անելու»։ Ինչքան վատ լինի, այնքան կթքեր Նիկոլի կողմը։ Նիկոլին ես էլ չեմ արդարացնում, բայց դա չի նշանակում արած ու չարած պիտի խառնել իրար։ Ինձ համար ղեկավարի տղամարդու չափանիշը բոլորովին այլ է։ Տաղու չափանիշն այլ է։ Կարևոր չի։ Այն ինչ այսօր արվում է վասն պետության, վասն պետականության, եթե ճիշտ է, պիտի գնահատենք, այն ինչ սխալ է արվում, պիտի քննարկենք ու քննադատենք։ Գյումրեցին կլինի, վանաձորցին կլինի, սպիտակցին կլինի, էական չէ։ Մարդիկ ուզում են, որ այդ իրենց ղեկավարը արդար դատե, չէ որ թագավոր իզդուն, Վրաստանում տեր ու զորավոր իզդուն, մեկն ինձ կոսե գնա մաշված շոր իզդուն, մեկն էլ թե մի հոտած խնձոր իզդուն։ Մարդիկ արդարության պակասից են նեղանում։ Այդ արդարությունը վերականգնած պահեք։ Ամեն ինչ լավ կլինի, կհանդիպենք։